Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, ավարտվեց երրորդյա Եվրամիություն Հայաստան տարբեր ձևաչափերով եւ տարբեր վերնագրերով, ժողովները գործնականում կամ խոսումների կատարվածքով ինչ տվեց այդ երրորդյա հանդիպումները, քննարկումները եւ այլն, եւ Անտոնիո Կոստայի եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպման ընթացքում կարծես բոլորը ակնկալում էին ինչ որ պահի, որ դուք պետք է հայտարարեք երբ է Հայաստանը հայտ ներկայացնելու Եվրամիության անդամ դառնալու, ինչու չհայտարարեցիք կամ երբ կհայտարարեք, եւ եթե կարելի է ներհանրապետական 8 տարվա ընթացքում միթե հնարավոր չէ բարեկարգել այդ դահակը ոլորտը, որովհետեւ կարծես նոր ձեռագիր են որդեգրել, հա, բանը կալանքի գումարի չափը փոքր են ներկայացնում հաշվի համարների վրա, հետո անգամ չեն բռնականձում գումարը, որը փոխանցվել էր, հետո եւ ստիպում են, որ գնաց դահակը դիմում գրես, որ գումարը վերցնեն, բայց դիմում գրելուց հետո լրացիչ հին պարտքեր են գտնում, որը ոչ մեկին հայտնի չէ, կամ մի հեռախոսային ցանց ունեն, որը անհնար ուղղակի խոսել, որովհետեւ 5 րոպե ընդհատվում է, մի րոպե լսվում է, 5 րոպե ընդհատվում է, մի րոպե լսվում է եւ այլն։ Այդ ոլորտը հնարավոր է կարգի բերել։ Գիտեք ինչ, այդ ոլորտում ահռելի բարեփոխումներ են տեղի ունեցել, բայց պետք է մենք էդ էլ արձանագրենք, որ այն ծառայությունը, որի իմաստը այն է, որ մարդու չկատարած պարտավորությունները կատարելուն հարկադրի, այդ ծառայության շուրջ, այսինքն դա բանի Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը չի, որի շուրջ, ասենք, տենց լինի գոհունակության մթնոլորտ։ Հասկանում եք, ինքը այդ ծառայության ամբողջ իմաստն է նա, որ ինքը դատական ակտը կատարի, նախկինում կոչվում էր դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, դրա համար մի քիչ պոզիտիվ ավելացնելու համար հարկադիր բառը դուրս է բերվել, որ դատական, այսինքն ոչ մեկիս հաճելի չի, երբ որ մեզ ասում են, գիտես ինչ, դու այստեղ պարտք ունես, եւ հիմա մենք, քանի որ կամավոր այդ պարտքի պարտքը չես փակում, հիմա մենք այս գործողություններ ենք անում, քեզ հարկադրելու իմ մասին է հիմա ես խոսում եմ, անկարծ, որ դու այդ քո պարտավորությունը կատարես։ Դա հնարավոր չի, որ այդ ծառայության շուրջ լինի տենց պոզիտիվ բան մթնոլորտ, որովհետև բոլորն էլ ցանկացած մեզնից որևէ մեկի համար տհաճ է, հիմա հա կարող է մեկը օբյեկտիվորեն մոռացել է, մեկը այլ ձև է, բայց մեկը դա տհաճ փոխգործակցություն է, այնպես որ հույս ունենալ, որ գալու է մի օր, որ երբ որ ԴՀԿ-ի հետ գործ ունեցողները ասեն ժպիտով գալու են եւ բաներ են անելու, ծաղիկներ են նետելու ԴՀԿ ծառայության նկատմամբ, եթե այդպես վարվեն, այդպես կվարվեն նրանք, ովքեր իրանց պարտքը հետ են ստանում, բայց նրանք էլ չեն անի տենց, նրանք էլ դժգոհ են, թե ինչի այս պարտքը պետք է 3 տարի առաջ բերված լիներ եւ հիմա այսքան տարիներ մեզ քաշքշեցին այս արին եւ նոր մի կերպ պարտքը տվին, բայց ամեն դեպքում ես ձեր ասած կոնկրետության մեջ չեմ մտնի, բայց հիմա հանձնարարում եմ արդարադատության նախարարությունը լսեց, ավելի կոնկրետ հասկանա թե ինչ process-ներ նկատի ունեք, որպեսզի եթե այդտեղ լրացուցիչ բարեփոխելու բան ունենք, անենք դա։ Ինչ վերաբերում է Եվրամիության հետ կապված, ես ախր տասնյակ անգամներով եմ դրա մասին խոսել։ Ես ասել եմ, որ ուղղակի Եվրոպական միությանը անդամագրվելու ձևական հայտ ներկայացնելը, այդ հայտը ներկայացված է Հայաստանի Հանրապետությունում ընդունված օրենքով։ Երկիրը միջև չհամապատասխանի Եվրոպական միության ստանդարտներին, այդ երկիրը չի կարող Եվրամիության անդամ դառնալ։ Այսինքն ինչի համար ենք անիմաստ աղմուկ բարձրացնում։ Մենք հիմա ընդհակառակ ուզում ենք կենտրոնանանք բարեփոխումների օրակարգի վրա, որ մեր երկիրը անկեղծորեն, լիարժեքորեն իրականում համապատասխանի ստանդարտներին։ 10 րոպե չի մնաց, 7 րոպե 30, 29, 20։ Ես նախապանքավանոց չեմ հասցնել իմ հարցը տամ։
Պարոն Փաշինյան, նկատելի է, երբ լրագրողներից մեկը կամ մյուս գործընկերները հարց են տալիս, դուք պարբերաբար փորձում եք իրենց կապել ինչ-որ ուժերի հետ, կարծես լրագրողները չեն կարող հարցադրումներ անել, մտահոգիչ հարցեր տալ, իրենց մտահոգող, վերջո բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք եւ ցանկացած հարց նաեւ բխում է մեր սրտից։ Տեսեք, նախորդ անգամ, երբ ես ձեզ հարցրի 300,000 ադրբեջանցիների վերադարձի հետ կապված, դուք բավականին զայրացաք եւ ինձ էլ որպես կարգեցիք որպես Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ, բայց այդ հարցը հենց այնպես չէր առաջացել։ Ես հիշում եմ, երբ դուք հայտարարեցիք, որ ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցիք, որ Շուշին 90 եւ ավելի տոկոսով ադրբեջանցիներով վերաբնակեցված Շուշի քաղաքը իր այդ կարգավիճակով հայկական է, նման հարցադրում էի կարել, ես ձեզ հետագայում հարցրեցի եռաբլուրում Շուշին հայկական է թե ադրբեջանական, դուք կրկին զայրացաք, որ հայտարարեցիք, որ դուք նման բան չեք ասել, բայց կարճ ժամանակ անց դուք Արցախը ամբողջությամբ ճանաչեցիք Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։ Ավելին 21 թվականի ընտրություններից առաջ ձեր նախընտրական ծրագրի մեջ էր մտնում Շուշի եւ Հադրութի դեօկուպացիան, նաեւ խոստումներ եք տալիս արցախցիներին կարգավիճակի հետ կապված, սակայն այսօր ունենք այն փաստը, որ առհասարակ ասում եք, որ թող իրենց գտնեն այստեղ Հայաստանի Հանրապետությունում, իհարկե շատ լավ բան եք ասում, բայց առնվազն այդ հարցադրումները, որ ես անում եմ, գալիս են նաեւ նախկինի ձեր հայտարարություններից, քանի որ դուք ասել եք մի բան, արել եք բոլորովին այլ բան։ Եվ հարցը այն էր, որ ինչու եք ասում մի բան եւ անում բոլորովին այլ բան։ Դա կոմպետենտության պակասի հետևանք է, թե ուղղակի դուք ժամանակ առ ժամանակ ձեր քաղաքականությունը փոխում եք եւ մի հարց էլ, պարոն Փաշինյան, դուք վերջերս Սյունիքում էկոպարեկային ծառայության ինչն է, Սյունիքի էկոպարեկային ծառայության բացման արարողությունն էր։ Դուք ինչպես եք առհասարակ այդ կառույցը գնահատում, վերջին տարիներին դուք տեղյակ եք ինչ է կատարվել այդ կառույցի շուրջ, օրինակ Սյունիքի էկոպարեկները թմրանյութ են բերել դեպի Երևան, ինչի հետ կապված նաև քրեական վարույթներ կան հակակոռուպցիոն կոմիտեում, էկոպարեկային ծառայության պետը բռնվել է կեղծ համարանիշերով մեքենա վարելիս եւ զրկվել վարորդական իրավունքից։ Այս հարցադրումները ինչու եմ անում, քանի որ դուք էթիկայի կանոնագիրք եք մշակել եւ պետական պաշտոնյաներին ըստ էության հարիչ պահվածք չէ դա, ու այդպես էլ չդատապարտվեց էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, ավելին նա հետագայում ԿՊ-ում ավելի բարձր պաշտոններ ստացավ։ Շնորհակալ եմ։ Հիմա գիտեք, այդ էլի ուզում եմ ասել, որ տեսեք ասում եք թմրանյութ բերեցին եւ այլն։ Հիմա այստեղ երկու տարբերակ կա, որ դուք դա իմանաք։ Մեկը, որ դուք այդ գործի մեջ եք, երկրորդը, որ իրավապահներն են ձեզ ինֆորմացիա տվել։ Այսինքն ավարտեք ձեր հարցը։ Դե մի րոպե, ավարտեցիք ձեր հարցը։ Ասում եմ, այդ մենք ենք բացահայտում այդ դեպքերը, դուք գալիս եք ասում եք, ասես լուրջ դեմքով կանգնում եք, կողքից տպավորություն է, թե դուք կամ որևէ ուրիշ մեկը բացահայտել է այդ դեպքերը, եւ հիմա դուք եկել եք ասում եք, որ բա ինչի պետությունը չի բացահայտել այդ դեպքը, որ ստիպված մենք խեղճ ու կրակ լրագրողներս գնում ենք չարչարվում ենք եւ այդ դեպքերը բացահայտում ենք։ Դուք այդ դեպքերի մասին որտեղից գիտեք, հարգելի լրագրող եւ հարգելի լրագրողներ։ Դուք այդ դեպքերի մասին գիտեք միայն այն փաստի բերումով, որ Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտները բացահայտել են, դուք եք զրկել որևէ մեկին վարորդական իրավունքից։ Դուք որևէ մեկին վարորդական իրավունքից զրկել եք, իհարկե ոչ։ Ո՞վ է զրկել վարորդական իրավունքից։ Վարորդական իրավունքից զրկել է Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը ինստիտուտ է ստեղծել, որ այդ բոլոր հարցերով, բոլոր անբարեխիղճ պաշտոնյաներին եւ ոչ պաշտոնյաներին բացահայտի եւ քննություն վարի, նրանք ովքեր մեղավոր են արժանանան պատժի, նրանք ովքեր մեղավոր չեն չարժանանան պատժի եւ մարդը համարվում է անմեղ, միջև նրա նկատմամբ չկա դատավճիռ։ Հիմա դուք որտեղից եք իմանում դա։ Որտեղից եք իմանում։ Իրավապահ մարմիններից կա ինֆորմացիայի ապօրինի արտահոսք։ Ես չգիտեմ ինչ վճարվում են կամ ինչ հարաբերությունների բերումով է այդ արտահոսքը տեղի ունենում,
Բայց դուք եկեք արձանագրեք, որ դուք ինչ որ ասում եք, դուք մեզ ներկայացնում եք մեր աշխատանքի արդյունքները, փորձ անելով դա օգտագործել դա մենք ենք անում, մենք, որ զրկում ենք վարորդական իրավունքից պաշտոնյային, որ թմրանյութի տեղափոխում բացահայտում ենք, մենք ենք անում դա։ Ուրիշ մեկը չի անում ի հեճուկս մեզ, մենք ենք անում ի հեճուկս ուրիշների։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Երկրորդ հարցը, որ ասում եք լրագրողները այնպես է անում, որ իրավունք չունեն հարց տան։ Կներեք, ես չգիտեմ Հայաստանի Հանրապետության պատմության կամ Հայաստանի հազարամյա պատմության շրջանում մի եւս այդպիսի ժամանակաշրջան, որ Հայաստանի Հանրապետության լրագրողները այսքան եւ այսքան անկաշկանդ եւ շարունակաբար հարց են տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ ընդհանրապես պաշտոնյաներին։ Չկա այդպիսի, այսինքն եթե ես կներեք, իսկ կարողա դուք այսինքն ես եմ կազմակերպում այս բրիֆինգները, թե դուք, այսինքն ես եմ գալիս, կարող է ինչ որ ըտեղել։ Ես եմ չէ գալիս, որ ձեր հարցերին պատասխանեմ։ Այսինքն եթե ես չեմ ուզում, եթե ես չուզենամ դուք հարց տաք, չեմ գա ստեղ, ժողովուրդ ջան։ Եվ որ չգամ ստեղ ոնց եք հարց տալու։ Այսինքն չեմ գա եւ հարց չեք տա։ Այսինքն ես գալիս եմ եւ որ ձեզ հարց տալու հնարավորություն ստեղծեմ ձեզ համար, բայց դա չի նշանակում, որ ամենայն հարգանքով հնչած բոլոր հարցերը կոռեկտ են, հնչած բոլոր հարցերը գրագետ են, հնչած բոլոր հարցերի մեջբերված բոլոր տեղեկությունները ճիշտ են, չնայած հակառակն էլ չի նշանակում։ Սա չի նշանակում, որ հակառակը նայել կա։ Նույնն էլ կարող ենք ասել իմ պատասխանների մասին, որ երբեմն էմոցիոնալ է ստացվում, երբեմն կարող եմ մի տվյալ սխալ հիշեմ, հետո պարզվի, որ բան չի 36% չէ, այլ 31% է կամ 42 կամ 25, բայց դա սովորական աշխատանք է։ Ինչ վերաբերում է ձեր ասած առաջին հարցին, Ղարաբաղի, Շուշի 2020 թվականի ձեզ այդ հարցերին տասնյակ անգամներով, եթե ոչ հարյուրավոր, ազգային ժողովում, ասուլիսներում, ելույթներում, ուղերձներում տասնյակ անգամներով պատասխանել եմ։ Ձեր հարցի մեջ նոր էլեմենտ չկա, որպեսզի ես նոր պատասխան տամ, եթե դուք պատասխանի կարիք ունեք, խնդրում եմ նախորդող շրջանում ուղերձներ եմ ունեցել, ելույթներ եմ, ընդ որում ժամերով ելույթներ։ Ես քննիչ հանձնաժողովում 5 ժամ ելույթ եմ ունեցել, ազգային ժողովում ժամերով ելույթ եմ ունեցել, տասնյակ եւ հարյուրավոր հարցերի եմ պատասխանել։ Նույն հարցը ունի նույն պատասխանը։ Եթե հարցի մեջ նոր էլեմենտ լինի կամ ես նոր տեղեկատվություն ունենամ կիսելու ձեզ հետ, անպայման կանեմ դա։